Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Շանթ Դաշինք ազգայնական կուսակցության նախագահ պատմական գիտությունների դոկտոր Շահեն Հարությունյանն է, ողջույն Շահեն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն Ֆակտոր TV գալու համար։ Ինձ հետաքրքիր է ինչու եք որոշել 26-ի ընտրություններին մասնակցել։ Ձեր Դաշինքի մյուս գործընկերը քաղաքական դաշինքի ենթադրում եմ առաջիկամ կլինի Արման Թաթոյանի միասնության թևեր ուժն է, ինչն է ձեզ միացնում։ Նախ միացնում է Հայաստանի նկատմամբ մեր պատկերացումները ապագայի վերաբերյալ եւ ավելի առարկական խոսելուց այսօրվա մեր մարտահրավերները ինչ որ Հայաստանը ունի։ Մեր համար խիստ անընդունելի է այս իրավիճակը եւ իրավիճակում առաջարկվող լուծումները։ Կոնկրետ գլխավոր խնդիրը, իհարկե գլխավոր խնդիր թողնելով մի կողմ այդ նաեւ ներքին պետությանը վերաբերող խնդիրները, հիմա քաղաքական համակարգի մասին խոսենք ընտրական մասով։ Հայաստանը այս պահին պահում է նախկին ու ներկա համակարգերի իշխող այս համակարգերի փակ շղթայի մեջ։ Մարդկանց անընդհատ հրամցնում են կամ նա ու իրար դեմ հակադրելով այսօր Հայաստանը տանում են դեպի կործանման ճանապարհով։ Իրար 21 թվականի ընտրությունները ցույց տվեց 2021-ի ընտրությունները, որ իրար հակադրումով ուժերը կարողանում են ձայներ ստանալ, որովհետև ոչ Նիկոլ Փաշինյանը ուներ 50% եւ ավել ձայն այդ ժամանակահատվածում եւ ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը ուներ 20-21% ձայն, իրար հակադրություններով փաստացիորեն Նիկոլին չընտրենք, Քոչարյանին ընտրենք, որպեսզի Նիկոլը չլինի, Նիկոլին ընտրենք, որպեսզի Քոչարյանը չլինի ասելով, փաստորեն ուժերը ձևավորվեցին պարլամենտում։ Արդեն 5 տարի է մենք տեսնում ենք, որ ոչ միայն փորձ է արվում քաղաքական դաշտում դուրս գալ այս ծիրից, այլ նաև ընդհակառակը ավելի է խորացվում այս համակարգը։ Բայց ձեզ ոնց է հաջողվելու այդ համակարգը ջարդել, օրինակ պարոն Թաթոյանը, որ ասուլիս էր տալիս եւ նախկին նախագահներին դիմեց հեռանալ քաղաքականությունից եւ նշեց, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտրության հավանականություն կնվազի, բավականին սուր եւ քննադատական, նույնիսկ մեղադրական արձագանք եղավ նախկին նախագահների թիմերից, ընդհուպ կներեք նիկոլական լինելու մեջ մեղադրեցին։ Իհարկե, ես շատ նորմալ եմ համարում այս երևույթը, որովհետև վտանգված է այդ համակարգը եւ համակարգում գործող դերակատարների կարգավիճակները։ Ամենևին էլ խոսքը չի գնացել կուսակցությունների եւ ուժերի մասին։ Խոսքը գնացել է անհատների վերաբերյալ։ Թող սերնդափոխություն լինի այդ ուժերում, այդ դաշինքներում կամ կուսակցություններում եւ թող նոր որակի մարդկանցով հանդես գան ընտրություններին։ Ոչ մեկս դրան դեմ չենք։ Բայց բոլոր մարդիկ, այդ նախկին այս համակարգի այդ մարդիկ մաս են կազմում Հայաստանի այսօրվա ծառայեղ իրավիճակի համար։ Որովհետև յուրաքանչյուրը իրենց կառավարման տարիներին իրենց լավով եւ վատով ցախողել են պետության կառավարումը եւ հաջորդ սերունդներին բարեհաջող փոխանցումը։ Անընդհատ ասում են նախորդ իշխանություններով Արցախը մեր վերահսկողության տակ էր։ Լավ, բայց տապալվեց պետության այսպես ամուր հիմքերի ձևավորումը, տապալվեց սերունդների դաստիարակությունը, քաղաքական դաստիարակության մասն է խոսքը, եւ այսօր ունենք այս իրավիճակը։ Իրավիճակ, երբ որ մարդիկ անտարբեր են, երբ որ մարդիկ թքած ունեն, բայ իհարկե, բայց իրանց իշխանության ժամանակ էր այսօրվա հիմքերը դրվում։ Ծաղրվում էր հայրենասիրությունը, ծաղրվում էր ազնվությունը եւ նմանատիպ արժեքներ, առանց որոնց հասարակությունը եւ ազգը չի կարող գոյատևել։ Պետությունը չի կարող գոյատևել առանց այդ արժեքների։ Կամ դուք նոր եք քաղաքական հայտ ներկայացնում, դուք պատրաստ եք պարտվել Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին, միգուցե նաև Սամվել Կարապետյանին։ Պարտվել ինչ նկատի ունենք ընտրություններում պարտվել։ Մենք գնում ենք ընտրություններում փորձելով ստանալ այն քվեները, ինչը որ մեզ հասանելիքն է։ Ըստ էության ընտրությունները ժողովուրդն է որոշում։ Ընտրության ընթացքում ժողովուրդը որոշում է ում ընտրի, ում տեսնի Հայաստանի ղեկավարին։ Այսինքն դուք առաջարկում եք, բայց թե քաղաքացին ինչպես կարձագանքի։ Իհարկե։ Մենք առաջարկում ենք քաղաքացուն ոչ միայն ընտրական, այսինքն հնարավորություն մեզ ընտրելով, բոլոր ուժերը բնական է, դա պետք է անեն։ Մենք ասում ենք, եկեք դուրս գանք այդ նախկին ու ներկա համակարգից։ Մի հատ տեսնենք ապագային միտված ինչ ուժեր կան։ Մարդիկ, որոնք մաս չեն կազմել 35 տարվա կառավարմանը, մարդիկ, որոնք մաս չեն կազմել եւ մեղավորություն չեն ունեցել մեծ հաշվով այսօրվա իրականության ձևավորմանը։ Եվ բնավ դրա խոսքը միայն մեր ուժի մասին չէ։ Քաղաքական դաշտում եւ ընտրություններում լինելու են ուժեր, ովքեր որ այդ նոր ասված ուժերն են։
որոնց հնարավորություն պետք է տրվի Հայաստանի ապագայի այսպես տեսլականը ներկայացնելու եւ միտված քայլերը անելուն։ Եվ թող մարդիկ ընտրեն նոր ուժերի։ Թող գնան եւ բացառեն, ասեն չենք ընտրում նախկիններին, չենք ընտրում ներկաներին, ընտրում ենք նոր ուժերի։ Եվ նշեմ, որ սա էլ անպայման չի նշանակում, որ լավ ընտրություն է տեղի ունենալու։ Գուցե էլի վատ ընտրություն լինի, բայց հաստ ավելի լավն է լինելու, քան այս համակարգում եղած ուժերի ընտրությունը։ Ռոբերտ Քոչյան, երբ որ ասուլիսում էլի այս հարցադրումն էին անում հեռանալու քաղաքականությունից եւ այլն, ասում էր դե ըստ էության ես եմ այն գործիչը, որը ամենաշատ քվեն ունի կամ կոնսոլիդացիոն ուժը, շատ ուղիղ չեմ հիշում, բայց մոտավորապես սա նկատի ուներ, եթե ինձնից հետո կհայտնվի ինչ-որ մեկը ինձնից դուրս, որը ավելի կգերազանցի, խնդրեմ, ես տեղը տալիս եմ, էլի, այսինքն ասած այն էր, որ ընդդիմադիր դաշտում ես եմ ամենապահանջարկված գործիչը։ Հիմա այդ մարդուն ո՞նց եք դուք տուն ուղարկում, որ դուք նրա տեղը զբաղեցնեք։ Տեղ զբաղեցնելու խնդիր չկա։ Ընդհանրապես մենք պահում ենք սոլիդարություն ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Մեր խնդիրը ընդդիմության դեմ պայքարելը չի։ Մեր խնդիրը Հայաստանում հասնել իշխանափոխության։ Ազատվել այս իրականությունից։ Այսինքն մենք միտված չենք պայքարելու այս կամ այն ուժի դեմ կամ այս կամ այն նախագահի դեմ։ Բայց դուք դեմ եք նրանց գոյությանը։ Որովհետև մենք հասկանում ենք, որ այսօրվա իրականության պայմաններում Նիկոլ Փաշինյանը օգտվում է նախկինների այդ հանգամանքից, նրանց դարձում է մի հատ այսպես հակակշիռ ուժ եւ դրա միջոցով փորձում է վերարտադրվել։ Ռոբերտ Քոչյանն ասում էր ես 21-ի ընտրությունների մասին եմ ասում, իհարկե, բայց անցնենք նաև այս ասեմ եւ անցնենք, որովհետեւ ընդդիմությանը ես չեմ ուզում ընդդիմադիր ուժերին մշտապես կողմ եմ, որ ընդդիմադիր ուժերը փոխհրաձգությամբ չզբաղվեն, բայց տեսնում ենք, որ շատ ընդդիմադիր ուժերի, գործընկեր ուժերի կողմից մենք չենք տեսնում, որ այդ փոխադարձ հարգանքը կա դիմացիների նկատմամբ։ Իհարկե, գոյություն ունի իշխանություն, որտեղ պետք է պայքար տանենք։ Եվ դա պարտադիր չի, որ բոլորը միավորվեն, տարբեր դաշինքներով, տարբեր ուժերով միմյանց նկատմամբ սոլիդարություն պահելով պետք է գնան։ Բայց նույն 2021 թվականին ասում էր, որ հաղթելու է Նիկոլ Փաշինյանին, խոսքեր կա հիմա դե չցիտեմ իր ասուլիստներից։ Կրելու ենք։ Հա, կրելու ենք, չգիտեմ, իջև մաշացնելու ենք այսպես։ Շատ լավ, դուք արդեն 2021 թվականին ունեցել եք այդ հնարավորությունը։ Գնացել են մարդիկ, ընտրել են ձեզ այսքան քանակով։ Դուք տապալել եք այն ինչ որ հայտարարել էիք, հեռացնել իշխանություններին եւ շտկել են իրավիճակը ինչ որ Հայաստանում կա։ Ձեր արդեն ժողովուրդը ընտրել է իր քվեն տվել է նրանց, որ ուզել է։ Հիմա ինչ է փոխվել այս 5 տարիներում։ Ավելի է վատացել իրենց իրավիճակը։ Ես շատ տեսել եմ մարդկանց, որոնք ընտրել են այդ ուժերին, եւ հիասթափված են, ասում են լավ, մենք ընտրեցինք, որպեսզի մարդիկ 5 տարի ուղակի այդպես ինչ եղավ։ Լավ, բայց անցնենք այս թեման, որտեղ իրոք դեմ եմ այդ փոխհրաձգություններին, ուղղակի սա որպես պատասխան էր, որովհետև մենք էլի լավ, ենթադրենք դուրս չի եկել այդ մարդու ասածը, կամ ինչ որ ուժի ասած, դա նշանակում է, որ նա նիկոլական է։ Նիկոլն ասում է սերժական, նրանք ասում են նիկոլական, էսա սպիտակի բաժանելու տրամաբանությունն է, որ երբ որ բաժանվում է կամ մենք ենք կամ նրանք, ովքեր մի քիչ տարբեր գույն ունեն, սևից ու սպիտակից, ուրեմն կամ սև են կամ սպիտակ։ Այդ համակարգի մասն էր, որ ամենասկզբում նշեցին, կա այդ սև ու սպիտակի համակարգը կամ նախկինի ու ներկայի։ Ովքեր որ ուզում են դուրս գան այդ համակարգից, միանգամից սպիտակավորվում են։ Բայց ի վերջո ժողովուրդը պիտի գնա դուրս ճանապարհ փնտրի, նախկին ներկան ապագան չեն։ Շատ այլի ծեծված էս բառերը, բայց ինչ արած։ Ու նախադեպերը շատ կան։ Թե հենց համաշխարհային պատմությունը միջազգային պրակտիկան ցույց է տալիս։ Օրինակ 2016-17 թվականին Ֆրանսիայում ըստ էության նման մի իրավիճակ էր ստեղծված։ Սոցիալիստների եւ հանրապետականների միջև շուրջ 40 տարվա իրար այսպես փոխանցող կառավարություններին ձևավորում իշխանություններ եւ մարդիկ հոգնել էին արդեն, ասում էին հերիքա, ոչ մի բան չի փոխում, մեկը մյուսին մեղադրում է կոռուպցիայի մեջ, մեկը մյուսին մեղադրում է պետության համակարգի չարաչադիմության մեջ ու անդադար իրար փոխարինելով եւ ինչ տեղի ունեցավ Էմանուել Մակրոնը ստեղծեց առաջ շարժումը, հետո կուսակցությունը, հետո իհարկե անվանափոխեցին եւ ինչ էր ասում ոչ ցախ, ոչ աջ, այդ քաղաքական ուղղությունով, միայն առաջ։ Եվ նա հնարավորություն ունեցավ եւ մարդիկ ընտրության շանս են ստացել այդ պարագայում։
Եվ գուցե եւ չընտրեին, գուցե եւ դրանից առաջել են եղել ուժեր, որոնք փորձել են, բայց չի ստացվել։ Հիմա էլ իրավիճակը Հայաստանում, եթե զուգահեռաբար այսպես դնենք, 2021-ին չստացվեց, ընտրվեցին այդ սև ու սպիտակի տրամաբանության մեջ։ Դուք ո՞նց եք փոխելու դա այդ տրամաբանությունը։ Համար պայքարով, խոսելով, զրուցելով։ Հիմա այսպես շատ բաներ են տարածում, տեսեք ինչա տեղի ունենում։ Փորձում են, չեն կարողանում մի ռեալ հակափաստարկ բերել, այսինքն ասել, որ դուք ձեր վրա այսպես չեպել ունեք, դուք էս եք արել, դուք են եք արել, այլ եւ այլ կերպով են փորձում սևացնել։ Եվ դա բնական process է։ Դե պարոն Թաթոյանն էլ ասում են Սերժ Սարգսյանի մարդն է, նայեցեք այս արտահայտության համար։ Ասում են, շատ են ասում։ Եվ մեր հնարավորությունը խոսել մարդկանց հետ ազնիվ անկեղծ, խնդրել, հորդորել, ասել մի հատ բացեք, տեսեք, մենք մեր կենսագրության մեջ դա այդ ինչ ենք արել, որ մեզ կապում է կես կամ են ուժի հետ։ Ես չեմ հանդիպելու անձամբ ձեզ կապեն, պարոն Թաթոյանին են ավելի շատ։ Դե ինձ էլ, չգիտեմ, ուրիշ մի բան կփորձեն ասել, նայում ես, ասում են երիտասարդ տարիքով նրանից ինչ գիտությունների դոկտոր, այսինքն նայում ես, սկսում են վատաբան էլ հասկանում եք, այսինքն մի բան գտնում եւ ասում են եւ դա հատուկ են ասում, այսինքն դե տարիքը ինչ կապ ունի կամ ես հիմա մեղավոր եմ, որ 27 տարեկանում ու արդեն ունեմ այդ կարգավիճակը, բայց փորձում են վատաբանել մեր հնարավորությունը խոսել մարդկանց հետ եւ խնդրել, բացեք նայեք մեր կենսագրությունները, նայեք թե մենք ինչ որ մի բան արդյոք վատ արել ենք այս պետությանը կամ արդյոք մի հնարավորություն ենք ունեցել լավն անելու ու չենք արել այդ լավը։ Թե ինչ կլինի ընտրություններին ցույց կտա արդեն ժողովրդի ընտրությունը։ Շատ լավ, իսկ դուք գաղափարական առումով ինչով եք տարբերվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժից, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժից, նաև Դաշնակցությունից, որ իրար հետ են եւ կարծես թե իրար հետ են մասնակցել, կամ Սերժ Սարգսյանի վերջին երկու ուժերը կամ երեք ուժերը ավելի ազգայնական դիրքավորում ունեն, Փաշինյանի ուժը տարբեր դիրքավորումներ, մեկ լիբերալ, մեկ սոցիալ-դեմոկրատ, մեկ ազգայնական։ Դրանք ասում են ոնց հարմար է, էլի, կամ տարբեր թեմաներում տարբեր դիրքավորումներ ունեն։ Դուք ինչով եք տարբերվում, այսինքն իհարկե մի քիչ միամիտ է հնչում հարցը, որովհետև գաղափարական պայքար Հայաստանում չգիտեմ երբ է տարվել, բայց եկեք մի քիչ լրջացնենք քաղաքականությունը, կա գաղափարական տարանջատում ձեր եւ մնացածի միջեւ եւ ո՞րն է դա։ Դե իրականում ձեր խոսքի վերջում դուք նշեցիք, որ Հայաստանում այդ գաղափարախոսական պայքարը չկա։ Անձերի կռիվ է ավելի շատ։ Հա, անձերի եւ սուտ խոստումների։ Ինչի սուտ խոստումներ, որովհետեւ նայում ես քաղաքական դաշտում այնպիսի խոստումներ են տալիս, հա, հասկացանք, որ մի փոքր պոպուլիզմը, ընտրական process-ները պահանջում են։ Ինչին օրինակ ես այդքան էլ հակված չեմ, բայց լավ, ենթադրենք այդ պոպուլիզմը, բայց նայում ես այնպիսի կեղծ խոստումներ են տալիս, որ արդեն հասկանում ես, որ ոչ միայն քաղաքագիտական տեսանկյունից այստեղ բանավեճ չկա գաղափարների, տեսլականների ապագայի մասին բանավեճ, այլ նաև կա այդ պոպուլիզմը բարձր մակարդակի։ Դե գիտեք, մենք ազգայնականներ ենք։ Իհարկե ճիշտ է, շատ այսպես փորձում են դա էլ վարկաբեկել այդ ազգայնականության գաղափարը, բայց երկրում պետք է միշտ նշել, որ ազգայնականությունը դա այդ ընդունված պատկերացումներով այդ ֆաշիզմը չի եւ հիմա նաև սա հավել են, որ եվրոպական շատ երկրներում հենց այդ ազգայնականության մեծ աճ է լինում եւ դա նորմալ է։ Իրենց մարտահրավերները պահանջում են, որպեսզի ազգայնականները ավելի ամուր դիրքեր ունենան։ Հենց իմիջիայլոց Տրամպն էլ հայտնի ելույթ ունի, որտեղ ասում է ես ազգայնական եմ, դա իր հայտնի հատվածներից մեկն է։ Եվ այսօր որ տեսնում ենք քաղաքական դաշտում, այդ մարդիկ թե են դիմադիրների ձեր նշած որոշակի շրջանակներ եւ թե Նիկոլ Փաշինյանը միմյանց հետ հակադրվում են նորից այն հին տրամաբանությամբ, ոչ թե առաջ քաշած գաղափարներով, որ մենք, չգիտեմ, սոցիալիստական ուղղություն ունենք, մենք ձախ ենք, մենք աչ ենք կամ չգիտեմ, կենտրոնական ավելի ուժ ենք, այլ էլի իրար նկատմամբ ուղղակի մեղադրանքներով դու ես արեցիր, նա էս արեց, ես էս արեցի, նա այն արեց։ Դրա համար այստեղ գաղափարական հակադրություններ չի կարող լինել։ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանը, ղեկավարում է իշխող կուսակցությունը եւ ասում է, որ իրենք չունեն գաղափարական ուղղվածություն։ Այդ իզմեր կոչեցյալին քննադատում է իզմեր մենք չունենք։ Բայց դա քաղաքագիտության տեսանկյունից թե հայկական, ասենք, թե ավելի շատ հայկականից դուրս համաշխարհում դա խայտարակություն է։ Այսինքն դու ղեկավարում ես կուսակցություն, որը չունի գաղափարախոսություն, եւ այդ կուսակցության ղեկավարը, որը ղեկավարում է երկիր,
քննադատում է այդ իզմեր կոչեցյալ, ասում է մենք հեռու ենք այդ ամենից։ Դե այդտեղ մի քիչ շտկում արվեց իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Իսկ ինչ է իրական դրան գաղափարախոսություններ չեն։ Գաղափարախոսությունները դասական քաղաքագիտական գաղափար։ Սոցիալ-դեմոկրատներ, ազգայնականներ, կոմունիստներ, սրանք են, այս իմաստով։ Իսկ դրանք ուղղակի թեզեր են, որի միջոցով նա փորձում է ապահովել նախընտրական իր շոուն, այսպես ասենք, նախընտրական իր process-ը փորձում է։ Իսկ ինչու չկա հակադրություն նախկին նախագահների, այսպես թիմերի հետ գաղափարական, թե կար։ Նիկոլ Փաշինյանի եւ նրանց, դրանք էլ գաղափարական այդ պայքարը չեն տանում։ Դե Արցախի հայերի վերադարձի հարցը դա գաղափարական պայքար չի։ Արժանապատիվ խաղացում։ Դրանք գաղափարական պայքարներ չեն։ Դրանք անհրաժեշտություններ են մեծ հաշվով, որովհետեւ տեսեք, նորից հիմա արդեն գանք մի քիչ ավելի հայկական իրականության մեջ այդ գաղափարախոսություններից հեռու գնանք, իրական, ասենք Արցախ հայերի վերադարձը մեր օրակարգում էլ կա, մեր ուժի։ Սա ինքը գաղափարական պայքար չի։ Սա պետության համար անհրաժեշտություն է։ Հայ ազգի համար, հայկական շահերի համար անհրաժեշտություն է։ Այլ հարց, որ մենք այստեղ բախվում ենք այն խնդրին, որ մենք որպես պետություն չենք սահմանում ինչն է մեր համար առաջնային նշանակությամբ, անվտանգային հայեցակարգերի մեջ չենք սահմանում ինչն է մեր համար առաջնահերթություն, եւ եղած կարեւորությունները փորձում ենք մեկնաբանել որպես այսպես գաղափարական հակադրության կամ պայքարի դրսևորումների։ Իսկ առաջնային հարց է ձեզ համար, թե եթե գաք իշխանության առաջնային հայերի վերադարձի հարցը չեք դնի։ Իհարկե սրա մասին նախընտրական ծրագրում ավելի մանրամասն կլինի, բայց Արցախ հայերի վերադարձը նրանց անկախտելի իրավունքն է, որը մենք պետք է փորձենք յուրաքանչյուր իշխանությունով լինի, իհարկե բացի այս մարդկանցից, որոնք մերժում են այդ ամեն ինչը, պետք է իրականացվի։ Գալով իշխանության դուք իրականացնեք այդ հարցը։ Գիտեք, պետք է հնարավորինս քայլեր ձեռնարկել այդ հարցերը իրականացնելու համար։ Նախ եւ առաջ պետք է նայել Հայաստանը ինչ ռեսուրս ունի ներքին եւ արտաքին իմաստով։ Միշտ հեշտ է խոսել, գալու ենք այս անենք, գալու ենք այն անենք, մարդկանց մոլորեսն խաբել ու հետո մարդիկ էլ ասեն դե խաբվեցինք, բայց ինչ պետք է լինի, որովհետեւ առանց տիրապետելու պետության ռեսուրսներին, ռեսուրսը նորից եմ նշում, թե ներքին քաղաքական, տնտեսական եւ ռազմական ռեսուրսն է, եւ արտաքին միջազգային հարաբերությունների ռեսուրսն է, այսինքն միջազգային դերակատարները ռեսուրս մսխվում է, այսօր մսխվում է բոլոր մեր ռեսուրսները։ Տեսեք, Ադրբեջանը նախաստորագրված է Խաղաղության համաձայնագիր 17 կետանոց եւ երբեմն տեղեկություններ շրջանառվում, որ կարող է նաեւ այն ստորագրվել արդեն, բայց համանդրական հանրաքվեից հետո վավերացվելու պայմանով դուք ձեր քաղաքական ուժը ինչ դիրքավորում ունի այդ համաձայնագրի վերաբերյալ, սա առաջին անգամն է, որ ձեզ հետ հրապարական այս հարցով խոսում ենք, որովհետև իշխանությունը ասում է, սա մաքսիմումն է, որ մենք կարող ենք ստանալ, այո, Ղարաբաղյան շարժումը փակվում է, Արցախի հարցը փակվում է, տարածքային ամբողջականությունը միմյանց ճանաչում ենք, բայց սա խաղաղություն բերող միակ հնարավորությունն է։ Դուք այն կխմբագրեք այդ հայտարարությունը, համաձայնությունը օգոստոսի 8-ը ընդհանրապես կչեղարկեք, այնտեղ նաև գիտեք ԱՄՆ-ի հետ Թրամփի ուղի է նախատեսվում կառուցել, որն է ձեր դիրքորոշումը այս հարցում։ Նախ նշեմ, որ խաղաղությունը իրոք կենսական նշանակություն հարց է, բայց խաղաղության հասնելու ճանապարհները այն չեն, ինչը որ սրանք ասում են ու խաբում են ժողովրդին։ Այսինքն անարժանապատիվ կեցվածքը, ամեն ինչ զիջելու պատրաստակամությունը ոչ միայն խաղաղության երաշխիք չէ, այլ ընդհակառակը։ Դա հենց վտանգում է իրական խաղաղությունը։ Սա շատ կարևոր շեշտադրում եւ մենք նույնպես փորձելու ենք խաղաղությունը, արժանապատիվ խաղաղությունը ամրապնդենք մեր երկրում եւ մեր տարածաշրջանում։ Պատերազմները լավ բան չեն, ոչ մեկս էլ չենք ձգտում պատերազմների, բայց մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր անվտանգությունը, մեր տարածքային արժանապատիվ ինչ նկատի ունեք, որովհետեւ հնարավորությունների սահման գոյություն ունի։ Կարող է մեր հնարավորություն պետական ռեսուրսների, դաշինքների եւ այլն, հա, արտաքին քաղաքական այնքան մեծ ռեսուրս չտա, որ մեր պատկերացած արժանապատվությունը վերականգնենք։ Ճիշտ է։ Բայց եթե չունենալով այդ ռեսուրսը դու գնաս արժանապատվություն վերականգնելու ծրագրի հետևից, կարող է ավելի վատ վիճակում հայտնվես, որովհետև չունես ռեսուրս, հա, այդ նպատակը իրագործելու։ Շատ լավ։ Դրա համար քիչ առաջ էլ խոսքումս նշեցի, որ միջև չտիրապետես, չլինես իշխանություն, չտիրապետես ռեսուրսների ներքին եւ արտաքին, շատ հարցեր կան, որոնց պատասխանները դու չես կարող տալ։ Դու կարող ես նախապես նշել քո սկզբունքների մասին, արժեքների մասին եւ տեսլականների մասին, ինչը պետք է խարսված լինի պետական ազգային շահերի հիման վրա։ Իսկ պետության ազգային շահերն էլ
հիմնականում ձևավորվում են եղած թույլատրելի ռեսուրսների սահմաններում։ Սա այսպես, բայց փորձենք այլ տեսանկյունից նայել։ Իրականում մենք ունենք բավականաչափ հիմքեր չհավատալու Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության խոսքերին։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նախկինում այլ բաներ ասում, տարիներ անց այլ բաներ ասում, հաջորդիվ արեց լրիվ հակառակ բան։ Եթե հիմա նա ասում է, որ իրական Հայաստանը այդ կոչեցյալ այդ շակերտավոր այդ տրամաբանությամբ հնարավորությունների այս սահմանում մենք բավականաչափ հիմքեր ունենք հավատալը, որ մտածելը, որ նա կարող է եւ խափում է մեզ։ Կամ խափում է, կամ չի հասկանում։ Այսինքն մեր ռեսուրսներն ավելի շատ են, բայց ինքը փոքր ծրագիր է բերում, այսպես ասած։ Մենք ես այսպես չեմ կարող դա ասեմ եւ ապացուցեմ, արդյոք մեր ռեսուրսները այսքան են կամ այնքան, բայց ես կարող եմ ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ խափել է մեզ բոլորիս։ Նա հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, որ արդեն իսկ դա խնդրահարույց է։ Քեզով էր իրավունք տվել նման անպագորգոր հայտարարություններ անել, որի տակից դու չես կարողանալ դուրս գալ ոչ ներքին, ոչ էլ առավել եւս արտաքին իմաստով, սա մեկ։ Սա արդեն խնդիր է, որ անպագորգոր խոսելու տեսանկյունից։ Եվ երկրորդ, հիմա մենք տեսնում ենք, որ ասում են, որ Ադրբեջանի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Նախկինում այլ բաներ ասում, հիմա այլ բան է ասում։ Ես վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանը հիմա ճիշտ է ընկալում իրավիճակը առնվազն եւ կամ խափում է ժողովրդին։ Կարող է պատահաբար նա չի հասկանում, որ ինչ եմ դա կանխավարկածային թողնենք, որովհետեւ ես վստահ եմ, որ նա դիտավորյալ Հայաստանում այն ինչ որ իրականացնում է, դիտավորյալ է անում։ Այդ Արցախը Հայաստանը եւ վերջից Արցախը Ադրբեջանը եւ վերջ ընկած սահմանում տեղի է ունեցել պատերազմ, մենք պարտություն ենք կրել, էթնիկ զտում եւ այլն, եւ մեր դաշնակիցը մեզ չի աջակցել, ինչպես սպասում ենք եւ այլն։ Հիմա մենք ունենք ռեսուրս ասելու ոչ, Արցախ Ադրբեջան չէ այսօր։ Կարող ենք այդպիսի բան ասել։ Այստեղ մի հատ փակուղային իրավիճակ է գալիս, քանի որ այդ դուք նշեցիք Արցախը Հայաստանը եւ վերջ եւ Ադրբեջանը եւ վերջ ասվածի արանքում եղել է պատերազմ, որից հետո նրանք փոխարենը հրաժարական տային եւ իշխանությունը այդպես չի աշխատում ձևը։ Այդ ծևը, այսինքն պայքարել ոչ, փոխանցեք իշխանությունը այլոց, թող գան այլ մարդիկ եւ ցանկալի ընդդիմադիրները, եթե դուք իրոք անկեղծ էիք պարտվել այդ պատերազմում, չկար դիտավորություն եւ չկար ծրագրված պատերազմի այդ հավանական տարբերակը, որ դիտավորել պարտության տարան, ինչի շատերը խոսում են այդ մասին, թող ապացուցվեր, որ ուղղակի այո, պատերազմ էր եղել, դուք էլ հետագայում հնարավորություն կունենայիք պայքարելու հետ վերադարձի համար իշխանության։ Ոչ կարճած են մնացել լծակներով պետական, սևով ու սպիտակով, դե դա այո, սևով ու սպիտակով վախով իշխանությունը մեզ նորից լավ 2021 թվականին այո 21-ի մասն է խոսքը։ Նախընտրական ծրագրում նշված էր, որ վերադարձնելու են, ոչ միայն պահելու են լղիմ, այլ նաև վերադարձնելու են Շուշին եւ Հադրութը։ Դա 2021 թվականի ծրագրի մասին է։ Մի բան հարցնեմ, մի քիչ այսպես ուրացման մասին չլինի իմ հարցը։ Կարծում եք այսօր մեր Հայաստանի քաղաքացիներին Արցախի թեման հետաքրքրում է, թե իրենց հետաքրքրում է մի քիչ ուրիշ բաներ, ասենք որ պատերազմ չլինի, մի քիչ եկեք անկեղծացնենք, հա, էլի, հա։ Ասում են եկեղեցու թեման էլ չի հետաքրքրում, միգուցե իրոք չի հետաքրքրում կամ շատերի համար կներեք դա զվարճանքի առարկա է, տեսնում են ով ում հայհոյեց եւ այդ կներեք սեռական եսի միշտ տեսարաններով, դա ընդհանրապես միգուցե զվարճանքի առարկա է եւ շատերը դրան լուրջ չեն վերաբերում, միայն քաղաքական ուժերն են լուրջ բանավեճ տանում կամ բանավեճի փորձ։ Այսօրվա Հայաստանի քաղաքացու կարիքը գնահատված է ձեր կարծիքով։ Միգուցե Փաշինյանը, տեսեք, նա դիսկոյի է կանչում մի քանի օրից լիքը մարդու եւ երեք ասած դադարեցնում են գրանցումները, որովհետեւ 7 անգամ ավելի շատ մարդ է եկել։ Չէ՞ որ ժամանակները փոխվում են, միգուցե քաղաքական ուժերը, այսպես իրենց թվում է, ավելի հայրենասիրական թեմաները վերցնելով կարող են մարդկանց իրական կարիքներին հասնել, բայց միգուցե այդ կարիքներն էլ են փոխվել։ Այդ դուք ինչ որ փոփոխություն չեք տեսնում այս առումով։ Գիտեք, ոչ թե փոփոխություն ենք տեսնում, այլ արդյունք ենք տեսնում։ Մենք այսօր խաղում ենք այն, ինչ որ ցանել ենք 30-35 տարի։ Շուրջ 1000 տարի Հայաստանը պետականություն չի ունեցել։ Այս կամ այն տիրապետողի լծի տակ է եղել։ Եվ նորմալ էր, որ այդ պայմաններում դարերով հայ մարդու մտքի մեջ պետք է կարիքը լիներ կենցաղային խնդիրները, տունը, ստեղս, ուտելիքը, սնունդը, մինիմալ անվտանգությունը եւ վերջ։
Բայց մենք երբ որ պետություն ձևավորեցինք, անկախություն ստացանք, աշխարհակական ցնցումների արդյունքում մենք պետք է հստակ ծրագիր ունենայինք ազգի, այսինքն որպես հայ ժողովրդից հայ ազգի անցում կատարելու համար։ Պետք է մարդիկ հստակ ստանային քաղաքական դաստիարակություն, ըստ որի պետք է պետությունը հասկանային ինչ է, արժեքները հասկանային ինչ է, պետության համար ինչն է կարևոր եւ ազգի համար ինչն է կարևոր։ Եթե մենք այս քայլերը իրականացնեինք, այսօր նման ծայրաստիճան վատ վիճակում չէինք լինի։ Այո, այսօր մարդուն, երիտասարդներին մեծամասամբ հետաքրքրում է իրենց կենցաղային հարցերը, դիսկոտեկները, ընդհանրապես թքածուն են թե Արցախի վրա, թե եկեղեցու վրա։ Ցավով եմ սրտով ասում, եւ իրականում թքածուն են պետության վրա։ Եվ սա էլ ունի իր օբյեկտիվ պատճառները։ Ինչքան ժամանակ այս փոխհրաձգությունը գնալու է եկեղեցու եւ իշխանության միջև, ընդդիմադիր ուժերի եւ Նիկոլի այս նախկին ներկա փոխհրաձգությունը գնալու է։ Այդքան ժամանակ մենք ստանալու ենք ավելի ծանր արդյունք, ինչ իմաստով։ Տեսեք, մարդը հոգնել է ամեն ինչից։ Ասում է լուծեք իմ խնդիրները, կրոնական հոգևոր խնդիրներս լուծեք։ Մի այս խայտարակությունը ստեղծեք։ Լուծեք իմ պետության, այսինքն անվտանգության խնդիրը, իմ ազատության խնդիրը։ Եթե դուք չեք լուծում, շատ լավ, ես ուրեմն կսկսեմ իմ կյանքով ապրել։ Ու այդպես էլ լինում է, բոլորը անտարբեր են դառնում կամաց-կամաց։ Չեն հավատում, չեն վստահում, խաբվածության զգացում են ունենում, ասում են ընտրում ենք նույնը լինում, եւ դա բնական process է։ Ճիշտ է, չի արդարացնում շատ իմաստով, բայց բնական process է տեղի ունենում։ Այսօր 60-70% մարդկանց ասում ես հայրենիք, պետություն, ասում են ավելի, ասում է գլուխ, ոնց են ասում, եղուն գունես, հա, եղուն գունես գլուխդ քորի։ Նմանատիպ էս այդ հայկական այդ տիպիկ ասացվածներով, ինչ պետությունը, ասում է, տունը ստեղս լավ լինի, մենք լավ լինենք։ Ինչ պետություն։ Իհարկե 1000 տարի հայ ժողովուրդը տենց է մտածել, որովհետև պետություն չենք ունեցել, լավ նույնժուրի մենք նույն կերպ պետք է մտածենք հիմա, երբ որ ունենք 35 տարվա պետություն։ Եթե մենք չենք փոխելու այդ մեր մտածողությունը, մտածել ենք տենց ոնց որ մտածել ենք օրինակ Թուրքիայի, Ռուսաստանի, Պարսիկների, Մոնղոլների տիրապետության տակ եղած ժամանակահատվածում, մենք նորից գնալու ենք ընկնենք այդ տիրապետությունների տակ։ Ու հիմա մենք այդ իրավիճակում ենք։ Այսօր Ռուսաստանը միջամտում է մեր ներքին գործերին, Թուրքիան միջամտում է մեր ներքին գործերին։ Հայտարարությունների տեսքով պատկերացրեք, լսում ես Հական Ֆիդանին, ըստ էության իր խոսքերը ուղված Նիկոլ Փաշինյանին խաղաղության գործընթացին, ըստ էության դա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Որովհետև եթե դու աջակցում ես խաղաղության գործընթացին ու միևնույն ժամանակ ասում ես, որ մենք սատարում ենք, միևնույն ժամանակ առաջ ես քաշում, որ մեր տվյալներով Նիկոլ Փաշինյանը ունի մեծ վստահություն, առաջին տեղում է գտնվում սոցհարցումներով եւ այլն, սա ուղիղ միջամտություն է։ Այսինքն ինձ սպառնում ես հայ հասարակությանը, որ եթե չընտրեք Նիկոլ Փաշինյանին, կտապալվի խաղաղության գործընթացը եւ մենք կգանք ձեզ կսպանենք։ Մենք այսօր այս իրավիճակին ենք հասել։ Բոլոր կողմերից միջամտում են Հայաստանի ներքին գործերին։ Եվ ամենավատը գիտեք որն է, որ մարդկանց թվում է, թե ամեն ինչ տալով, ամեն ինչ անելով մենք կստանանք խաղաղություն եւ անվտանգություն։ Իրականում ոչ։ Սա էլ քաղաքագիտական տեսանկյունից, գիտեք, էլի մեծ բաց է, որ քաղաքական ուժերը, գործիչները, այսպես ասենք, մտավոր էլիտան Հայաստանում պետք է այս մասին երկար բարակ ժողովրդի հետ տարիներ շարունակ խոսեր, որ պետությունը դա խորհրդանշական, սիմվոլիկ ինչ-որ բնույթ կրող բան չի, դա նախ եւ առաջ անվտանգություն է։ Եվ Թոմաս Հոբսը հենց այս մասին խոսել է, այսպես քաղաքագիտության հայերից մեկն է, տեսության հիմնադիրներից մեկը, հենց սա ասել է, որ պետություններ ստեղծում են ոչ թե նրա համար, որ դա կատարյալ կառույց է, այլ դա խիստ անհրաժեշտություն է։ Որովհետև եթե չկա պետություն, բոլորի դեմ պատերազմում են այդ սկզբունքով, եւ դա քաոս է։ Պետությունը պետք է համակարգի այդ քաոսը, որը հնարավորություն կտա մարդկանց ստանալ լավագույնս ամենաբարձր անվտանգության մակարդակը։ Այսինքն դիմելով նաեւ ժողովրդին, կորցնելով մեր պետությունը, ամեն ինչ զիջելով, թե ներքին ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը, մեր տարածքները, մենք սրանով չենք գալու ավելի անվտանգ պայմաններում ապրելու հնարավորության։ Ընդհակառակը, ինչքան զիջում ենք, մենք ավելի ենք վտանգում մեր անվտանգությունը։ Այդ համակարգը մենք փլուզում ենք, որովհետև բազմիցս առիթներ եղել են նշելու, բայց սա էլ պետք է նշենք նորից ու միշտ, որովհետև շատ նման է իրականությունը 100
1 դար առաջվա այդ 100 տարի առաջ տեղ ունեցածին, 110 տարի առաջվա ցեղասպանական ժամանակահատվածին մենք էլի զիջողի դիրքում էինք, մենք հավատում էինք թուրքերին, որ նրանք խաղաղասիրություն են խաղացում, խաղաղություն կբերեն, եւ մենք տեսանք ինչ խայտարակության արավիկի առաջ կանգնեցինք մենք 1.5 միլիոն մարդու սպանել այդքան էլ հեշտ չէր, բայց արեցին փաստացիորեն։ Ամեն ինչ դիջելը չի բերում անվտանգության, պետք է համառ լինես, պետք է ի վերջո ուժ ունենաս, որ քո այդ խաղաղության գնա։ Պետք է քեզից ի վերջո հասկանան, որ եթե քո այդ խաղաղություն չունեն, գուցե քեզ անհարմարություն պատճառեն, բայց իրենք նույնպես պետք է անհարմարության մեջ լինեն։ Շնորհակալ եմ զրույցի համար, վստահ եմ էլի ձեզ հնարավորություն կունենանք հյուրընկալել, Factor TV-ում հյուրընկալել ենք Շահեն Հարությունյանին։